Վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի մտահոգում հապկից Հայաստանին հեռացնելու հեռանկարը։ Եթե կառույցի անդամները նման որոշում կայացնեն, ասաց Երևանը դա իգիտություն կընդունի։ Հապկի հետ կապված չեմ կարող մեկնաբանություն անել, ես գիտեմ, որ հապկից հեռացման մեխանիզմ կա, այո, գործում է, եւ եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել իգիտություն, ուրիշ բան անելու չունենք։ Երևանն արդեն 4-րդ տարին է բոյկոտել է դաշինքում աշխատանքը։ 2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլ նաև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, հայ պաշտոնյաները նախ դադարեցին մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին։ Հետո չհամաձայնեցին, որ Հայաստանի տարածքում անցկացվեն դաշինքի զորավարժությունները։ Երևանը հրաժարվեց նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Իսկ 2024-ի փետրվարին վարչապետ Փաշինյանը ուղիղ հայտարարեց ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին։ Այսօր գործնականումն է, որ մենք գործնականում ըստ էության սառեցրել ենք մեր մասնակցությունը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություններում, վաղը ինչ կլինի, վաղը կերևա։ Նույն տարվա մայիսին պաշտոնական Երևանը հայտնեց չի մասնակցելու կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը։ Մոսկվան անցած 2 տարում պարբերաբար հիշեցրել է ՀԱՊԿ կանոնադրական դրույթները, ըստ որոնց ֆինանսավորումը պարտադիր է բոլորի համար։ Երեկ արդեն Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, անդամ երկրները համաձայնել են Հայաստանի հարցով քննարկում անցկացնել։ Մենք այսօր քննարկել ենք, թե ինչ է անհրաժեշտ անել այս իրավիճակում։ Հայաստանը պարտք է ՀԱՊԿ-ին ավելի քան 2 տարի, սա կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված իրավիճակ է, եւ մենք այսօր համաձայնել ենք քննարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հարցը։ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն, եթե անդամ պետությունը չի կատարում իր պարտավորությունները, կազմակերպության բյուջեի նկատմամբ խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության քաղաքացիների ՀԱՊԿ շրջանակներում քվոտային պաշտոններ առաջադրելու իրավունքը, ինչպես նաև նրանց զրկել կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից, մինչև պարտքի լրիվ մարումը։ Հնարավոր է Հայաստանը վերանայի մոտեցումն ու վճարի պարտքը։ Վարչապետ Փաշինյանն ասաց ոչ։ ՀԱՊԿ-ի մասով ոչ, չենք պատրաստվում որևէ բան փոխել։ Կանոնադրությունը նաև սահմանում է, եթե անդամ երկրներից որևէ մեկը չի կատարում իր պարտավորությունները, կազմակերպության խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության մասնակցությունը կառույցի գործունեությանը, իսկ բացասական միտումների շարունակականության դեպքում նույնիսկ որոշում կայացնել տվյալ երկիրը կազմակերպությունից հեռացնելու մասին։ Դեռևս հայտնի չէ Հայաստանի պարագայում հարցը կհասնի հեռացման, հատկապես որ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հայտարարում է, թե ֆինանսավորման հարցում իրենց դիրքորոշումը չի փոխվելու։ Այդուհանդերձ վարչապետն այսօր հայտարարեց, նույնիսկ նման հանգուցալուծումը Երևանին չի մտահոգում։ Սա նշանակում է, որ դες չի մտահոգում եք հնարավորությունները։ Այո, դա է նշանակում։ Այո, դա է նշանակում։ Խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանից դեռ չեն շնորհավորել։ Փոխարենը Մոսկվայից պարբերաբար հայտարարություններ են հնչում, թե Հայաստանում ընտրությունները խախտումներով են անցել։ Վարչապետ Փաշինյանը հույս հայտնեց, որ շնորհավորանքը կստանա, իսկ ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ ասաց. Ինչ նշանակում չճանաչեն ընտրությունները։ Ընտրությունները չճանաչեն նախ ինստիտուցիոնալ մակարդակով պետք է անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելություն եւ Ռուսաստանի ինստիտուցիոնալ ինստիտուցիոնալ մեխանիզմը մեր ընտրությունների հետ առնչություն ունենալու այդ դիտորդական առաքելությունը իր եզրակացությունը տվել է, ներառված է եղել նաեւ Ռուսաստանի Դաշնության դիտորդները, այսինքն մնացածը արդեն ռիտորիկայի հարց է, որը կքննարկենք։ Հայաստանի վարչապետի վերջին այցը Ռուսաստան ապրիլի 1-ին էր։ Դրանից մեկ շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը պնդել էր, թե Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել են հանդիպել հունիսի 2-րդ կեսին։ Փաշինյանին այսօր հարցրինք, ուժի մեջ է այս պայմանավորվածությունը։ Եղել է ըմբռնում, բայց պետք է հրավեր լինի, որ գնամ։ Երբ որ հրավեր կլինի, կգնամ։ Այսինքն չեմ մերժի հրավերը, դա հաստատ։ Ռուսաստանի մամուլի խոսնակը երեկ նշել էր, Փաշինյան-Պուտին հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։ Պեսկովը հանդիպման որոշումը կապել էր ընտրության արդյունքների հետ։